Սիրելիներ, ըստ եկեղեցական տոնացույցի մեծ պահքի շրջանի մեջ ենք եւ քայլ առ քայլ մոտենում ենք հարության տոնին։ Եվ պատրաստության այս շրջանի մեջ նայում ենք այն հանգրվաններին, որտեղ Հիսուս Քրիստոսը անցավ որպես մարդ, սակայն կարողացավ նաև փրկություն բերել ամեն մեկիս համար, լինելով եւ կատարյալ մարդ, եւ կատարյալ Աստված։ Եվ այսօր միասին պիտի նայենք հերթական հանգրվանին, ամենակարևոր հանգրվաններից մեկին, խաչը։ Եվ այսօրվա Աստվածաշնչի հատվածը, որ միասին պիտի նայենք, որ ուղեցույց պիտի ծառայի մեզ, վերցված է Հովանու ավետարան 19-րդ գլխից 17-27 համարները։ Պիտի խնդրեմ ոտքի կանգնենք Աստծո խոսքի առաջ, երկուղածությամբ լսենք Աստծո խոսքը, որ այսպես է ասում։ Նա ինքն էր խաչը վերցրել եւ գնում էր այնտեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ նրան խաչը հանեցին եւ նրա հետ եւս երկու հոգու, այս եւ այն կողմից։ Իսկ Հիսուսին մեջտեղում Պիղատոսը մի տախտակի վրա գրեց եւ դրեց խաչի վրա գրված էր. Հիսուս Նազովրեցի հրյաների թագավոր։ Այդ տախտակը հրյաներից շատերը կարդացին, որովհետեւ այնտեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր։ Իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։ Արդ հրյաների քահանայապետերը Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրյաների թագավոր, այլ ինչպես նա ասաց, հրյաների թագավորն եմ»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները եւ 4 մասի բաժանեցին, յուրաքանչյուր զինվորին մի մաս։ Վերցրին նաեւ պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։ Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատրենք, այլ վրան վիճակ գցենք, որպիսի տեսնենք, թե ում կընկնի, որպիսի կատարվի գրվածը, որ ասում է. իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին եւ իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ Եվ զինվորներն արեցին այդ բանը։ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը Մարիամ Կղեոֆասի կինը եւ Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին», ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։ Ամեն։ Աղոթենք։ Մեր սիրելի Տեր, ահա խոսքդ է բացված մեր առջև, թող մեր բերնի խոսքերը ու սրտի խորհուրդները քո առջև ընդունելի լինի եւ այն, ինչ որ պիտի լսենք, քո կամքի համաձայն լինի։ Հիսուսի անունով, ամեն։ Պիտի խնդրեմ նստենք։ Քսաներորդ դարի ավետարանական հովիվներից մեկը այսպես է ասել. Ինչ է անսովորը։ Դա Հիսուս Քրիստոսի սերն է։ Սեր խաչի վրա, տառապանքի եւ հնազանդության մեջ։ Դա խաչն է։ Քրիստոնեական կյանքի առանձնահատկությունը հենց այս խաչն է, խաչ, որ քրիստոնյաներին հնարավորություն է տալիս, այսպես ասած, դուրս գալ աշխարհից, այդպիսով նրանց հաղթանակ պարգևելով աշխարհի նկատմամբ։ Խաչվածի սիրո մեջ հանդիպող տառապանքը սա է գոյության անսովորը։ Անկասկած, անսովորը այն տեսանելի տարրն է, որի համար գովաբանվում է երկնային հայրը։ Այն չի կարող թաքնված մնալ, մարդիկ պետք է տեսնեն այն։ Աշխարհի չափանիշով խաչը պարտություն էր, իսկ աստվածային ներգործումով հաղթության ճանապարհ մեզ հավատացյալների համար։ Անհավատ մարդու համար սա թերևս անտրամաբանական է, իսկ մեր հավատացյալների համար պետք չեն տրամաբանություններ։ Ցավոք, այսօր ինքնահռչակ հավատացյալներ կան, ովքեր ամբողջական չեն ընկալում խաչի էությունը։ Այսօր շատերին հաճելի է լսել խաչի մասին, խաչի քարոզի մասին, սակայն այդ խաչի կենտրոնում ոչ Քրիստոսն է, ոչ էլ Աստված, այլ մարդը։ Խաչը Աստծո կենտանի խոսքի կենտրոնն է, որը սահմանազատում է երկու կարևոր մասեր՝ մեղքը եւ մեղքից ազատագրումը, Աստծուց բաժանումը եւ Աստծո հետ հաշտեցումը։ Մի պահ նայենք խաչին։ Ուղղահայաց եւ հորիզոնական ուղղություններ։ Այն մեզ հիշեցնում է մարդ-մարդ հարաբերությունների մասին եւ մարդ-Աստված հարաբերությունների մասին։ Խաչը պարզապես նշան չէ
կամ հերթական գաղափարախոսությունը չէ մեզ համար։ Խաչը գին է, որ վճարվեց իմ եւ քո համար։ Սիրելիներ, հավանաբար շատ անգամ ենք մտածել խաչի մասին, լսել խաչելությանը վերաբերող քարոզներ։ Եկեք այսօր միասին նայենք խաչի էության մի քանի դրսևորումներին, որոնք թե կթարմացնեն մեր իմացածը եւ թե կլրացնեն այն։ 3 դրսևորումներ խաչի մասին։ Այն աշխարհի փրկագնումն է, մեղքի դատապարտումը եւ Աստծո սիրո հայտնությունը եւ մեր ոգեշնչումը։ Նայենք հերթականությամբ։ Առաջինը՝ աշխարհի փրկագնումը։ Մարդու անկման մեղքի մեջ ընկնելու ժամանակից ի վեր մարդկային պատմության ողջ ընթացքում Աստված իր ժողովրդին առաջնորդում էր դեպի այն օրը, երբ նա կուղարկեր փրկիչ եւ նրա միջոցով կբերեր հավիտենական փրկություն։ Աստվածաշնչի մեջ ավետարանները հենց դա են ներկայացնում։ Աստված կատարեց իր փրկագնումը։ Եվ դա տեղի չունեցավ սովորական պայմաններում, տեղի ունեցավ դաժան, ցավոտ եւ մահի միջոցով։ Ահա որ տեսարան է, երբ պատկերացնում ենք Քրիստոսի խաչելությունը։ Այսօր անգամ ֆիլմերի մեջ ենք տեսնում այդ դրվագները։ Իրականությունից տարբերվելով անգամ, երբ որ նայում ենք այդ ֆիլմերին, դրանք ահավոր են եւ անտանելի են մեզ համար։ Մի պահ պատկերացնենք Քրիստոսին այդ պահի մեջ։ Մտրակված, ծեծված, սեփական խաչը քարշ տալով Քրիստոսը գնաց այդ ճանապարհով։ Ասում են, որ սովորաբար խաչելությանը նախորդած մտրակահարությունները այնքան դաժան էին լինում, որ շատ զոհեր չէին էլ կարողանում հասնել խաչին ու խաչելությանը։ Ակնհայտ է, որ Հիսուսի կրած արյան կորստի եւ ծեծի դաժանության պատճառով է, որ ավետարաններում կարդում ենք, որ նա օգնության կարիք ուներ, որ խաչը տանեին ու հասցնեին Գողգոթա։ Հիսուսը հասավ խաչին եւ խաչվեց, այսպես կոչված Via Dolorosa-ով, վշտի ճանապարհով անցնելով բավականին երկար փորձությունից հետո Հիսուսը հասավ քաղաքի պարիսպներից դուրս գտնվող խաչելության վայրը։ Գողգոթայում Հիսուսի ձեռքերը դաստակները գանված էին խաչաձև գերանին, իսկ նրա ոտքերը միասին գանված էին խաչի ուղղահայաց սյանը։ Խաչելության զոհերը հաճախ խեղդվում էին կամ դանդաղ մահանում էին ճառագայթահարումից եւ արյան կորստից, եւ մեխված ոտքերի վրա ճնշումը, երբ զոհը փորձում էր բարձրացնել կուրծքը կամ շնչել, կարող էր այլ ավելի սարսափելի լինել։ Քրիստոսը գանվեց խաչին, որով ոչ միայն հռչակվում էր Աստծո փրկարար շնորհը աշխարհին, այլ բացահայտում էր մարդկային մեղավոր սրտերի վիճակը։ Եկեք հիշենք Աբ รา համի եւ Իսահակի պատմությունը։ Ծննդոց 22:6 համարում կարդում ենք. Աբ รา համը վերցրեց ողջակեզի փայտն ու դրեց իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն արավ կրակն ու դանակը եւ երկուսով միասին գնացին։ Իսահակը իր հորը Աբ รา համին տվեց այն հարցը, որ կարծես թե պատասխանվեց Քրիստոսի խաչելությամբ։ Իսահակը խոսեց իր հոր Աբ รา համի հետ եւ ասաց. «Հայր իմ», եւ նա ասաց. «Այո, որդիս»։ Իսահակն ասաց. «Ահա կրակը եւ փայտը, բայց ուր է ողջակեզի գառը»։ Աբ รา համն ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին, որդյակս»։ Ծննդոց 22:7-8 համարների մեջ են կարդում։ Այս պատմության պարագայում Աստված ուղարկեց խոյ զոհաբերության համար եւ չթողեց Աբ รา համին վնասելու Իսահակին։ Եվ դրվագը այժմ կատարվեց, երբ Քրիստոսը զբաղեցնելով ոչ միայն Իսահակի տեղը, այլև յուրաքանչյուր հավատացյալի տեղը, իր սեփական անձը զոհեց։ Մեր իսկ մեղքերի համար նա սեփական կյանքը տվեց Աստծո սուրբ արդարադատության զոհասեղանի վրա։ Քրիստոսի խաչի վրա Աստված զոհաբերություն է մատուցում մեզ մեր մեղքերից ազատելու համար։ Նա կրեց խաչը, սակայն իմ խաչը, քո խաչը, ու գնաց Գողգոթա, որ Գագաթ էր կոչվում։ Այնտեղ նրան խաչը հանեցին եւ նրա հետ եւս երկու հոգու, իրենից աջ եւ իրենից ձախ։
նրանք ավազակներ էին, նրանք չարագործներ էին։ Եվ կատարվեց Եսայի մարգարեության 53-րդ գլխի 12 համարը, որ այսպես է ասում. «Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, եւ նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց եւ հանցավորների շարքը դասվեց, նա շատերի մեղքը կրեց եւ հանցավորների համար միջնորդ եղավ»։ Նայենք երկրորդ դրսևորմանը՝ մեղքի դատապարտումը։ Մեղքը դատապարտվեց եւ Քրիստոսը կարծես թե խաչը իր թագավորական գահը դարձրեց։ Հենց Պիղատոսը սրա մասին վկայեց, ով տախտակի վրա գրեց. «Հիսուս Նազովրեցի հրյաների թագավոր»։ Արդ հրյաների քահանայապետերը Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրյաների թագավոր», այլ ինչպես նա ասաց. «Հրյաների թագավորն եմ»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի»։ Հիսուսի խաչի վրա տեղադրված տիտղոսը արտացոլում է Պիղատոսի վերջնական դատավճիռը, չնայած նա չէր ընկալում, որ Հիսուսը այն թագավորն է, որ թագավորում է խաչի վրա։ Աշխարհի առաջ նսևացվող թագավորը իսկապես թագավոր էր եւ թագավորների թագավորն էր։ Շատերը կարող են կարդալ այդ տիտղոսը, քանի որ այն գրված էր 3 հիմնական լեզուներով՝ եբրայերեն, լատիներեն եւ հունարեն, խորհրդանշելով, որ Հիսուսը խաչի վրա բարձրացվել է որպես բոլոր լեզուների, բոլոր ժողովուրդների թագավոր։ Ընդհանրապես եբրայերենը Աստծո հայտնության լեզուն է, լատիներենը զորության, իսկ հունարենը իմաստության։ Այս լեզուներից յուրաքանչյուրում Քրիստոսը հռչակվում է որպես արքա, որ իր մեջ թաքցնում է հայտնության, իմաստության եւ զորության բոլոր գանձերը։ Եվ շատերը կարդացին այդ գրությունը, քանի որ խաչելության վայրը Երուսաղեմին շատ մոտ էր։ Մահապատիժ իրականացնող զինվորների համար հռոմեական սովորույթ էր վերցնել զոհի հագուստը եւ իրենցով անել։ Հիսուսի ժամանակների միջին վիճակագրական հրյան կրում էր 5 տեսակի հագուստ՝ գոտկատեղի ծածկոց, բաճկոն, կոշիկներ, չալմա, որ գլխի փաթթոցն է, եւ վերնազգեստ։ Քանի որ զինվորները 4-ն էին, յուրաքանչյուրը մեկական բաժինը վերցրեց, իսկ վերնազգեստը մնաց։ Սովորաբար պատմությանը կարերով էր բաժանվում մասերի, սակայն Հիսուսի վերնազգեստը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։ Նրա վերնազգեստը անթերի էր։ Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատրենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ում կընկնի, որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. իմ հագուստները իրենց մեծ բաժանեցին եւ իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին եւ զինվորները արեցին այդ բանը»։ Հիսուսը մերկացվեց խաչելության ժամանակ։ Հիսուսի մերկությունը մահվան մեջ այն միջոցներից մեկն է, որով նա ինքն իրեն առաջարկեց որպես մեզ փոխարինող։ Մերկության ամոթը մեր մեղքի հետևանքի անբաժանելի մասն է։ Ադամն ու Եվան պարտեզում մերկ էին եւ ամոթ չունեին իրենց սկզբնական արդարության պատճառով։ Սակայն մեղքի մեջ ընկնելուց հետո նրանք մերկության ամոթի աղբյուր դարձրին, հասկանալով, որ մեղավոր են Աստծո առաջ։ Եվ նրանք երկուսի աչքերը բացվեցին եւ իմացան, որ մերկ են, եւ թզենու տերևները կարեցին, իրենց համար ծածկոցներ շինեցին։ Ծննդոց 3 գլխի 7 համարի մեջ են կարդում։ Հետևաբար, ինչպես Հիսուսը իր ծաղրական պսակով կրեց մեր մեղքի անեծքի փշերը, այնպես էլ իր մահվան մեջ կրեց մեր մերկության նախատինքը։ Հիսուսը իր մահով կրեց ոչ միայն մեղքը, այլև մեր բոլորի մեղքի ամոթը։ Եսային կանխատեսեց Հիսուսի մահը ասելով. «Անարգված եւ մարդկանցից մերժված, նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ, նա անարգված էր եւ մենք նրա հանդեպ համարում չունեինք»։ Եսայի 53-րդ համարի մեջ ենք կարդում։ Հիսուսին ճանաչող եւ ընդունող յուրաքանչյուր անձ այլևս չպիտի ամաչի, քանի որ նա կրեց եւ մեր ամոթը եւ մեր մեղքի պատիժը հեռացրեց մեզանից։
Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Երկրորդ Կորինթացիներին ուղված նամակի 5-րդ գլխի 21 համարի մեջ ենք կարդում։ Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով մեր մեղքը դրվում է նրա խաչի վրա, եւ մեր մերկությունը հագնվում է նրա արդարության սպիտակ զգեստներով, որպեսզի մենք մեղավորներս առանց ամոթի կանգնենք բարձրյալ Աստծո առջև։ Եվ հիմա նայենք նաև երրորդ դրսևորմանը՝ Աստծո սիրո հայտնությունը եւ մեր ոգեշնչումը։ Երբեմն շատ թեթև ենք ընկալում Քրիստոսի խաչելությունը։ Խաչելությունը սարսափելի իրականություն է, սարսափելի իրողություն է։ Հռոմեացիները իրենք դրանք սարսափով էին վերաբերվում։ Հռոմեացի քաղաքագետ եւ փիլիսոփա Մարկոս Տուլիոս Ցիցերոնը հայտարարել է, որ դա ամենադժվար եւ սարսափելի մահն էր։ Հռոմեացի պատմիչ Կորնելիոս Տակիտոսը ասել է, որ դա անարգ մահ էր։ Այդ իսկ պատճառով ոչ մի հռոմեացի չէր կարող խաչվել որևէ հանցագործության համար, քանի որ մահապատժի այս ձևը սովորաբար նախատեսված էր ստրուկների, ավազակների, ռազմագերիների եւ ապստամբների համար։ Խաչով մահը ըստ երևույթին նպատակ ուներ համատեղել ամոթը ֆիզիկական տանջանքի հետ, երբ տառապողը դանդաղ եւ տանջալից կախվում էր օդում մահանալու համար։ Սովորաբար խաչելության մեխերը դուրս ցցված էին խրվում ձեռքերի վրա, որպեսզի խաչվածը երկար ժամանակ դեռ մնար խաչի վրա։ Հիսուսը Աստծո սերը բացահայտեց խաչի վրա գերագույն իմաստով։ Հետագայում Պողոս առաքյալը Հիսուսի խաչելությունը մեկնաբանեց որպես մարդկային եսասիրության խաչելություն Հիսուսի հետ միասին։ Նա մահացավ, որովհետև Աստծո ուխտյալ ազգի թագավորն էր, եւ որովհետև միայն նրա մահվան միջոցով էր սիրելի ժողովուրդը ներում ունենալու եւ մտնելու հավերժական կյանքը։ Խաչի մոտ կանգնած էին կանայք։ Նրա մայրը, նրա մորաքույրը, Մարիամը, Կլեոպասիկինը եւ Մարիամ Մագդաղենացին։ Եվ քանի որ Հիսուսի մայրը եւ սիրելի աշակերտը կանգնած էին միմյանց մոտ, Հիսուսը կարող էր տեսնել նրանց երկուսին միանգամից։ Երբ Մարիամը մինչև վերջ հավատարիմ մնաց իր որդուն, Հիսուսը ի պատասխան նրա գործեց նրա հանդեպ հոգատարությունից դրդված նույնիսկ իր համար այդպիսի խավար ժամին։ Հիսուսի հոգատարությունը Մարիամի բարության համար նրա կարեկցանքի եւ բոլոր կարիքավորների հանդեպ հոգատարության եւս մեկ դրսևորում է, նույնիսկ այդպիսի ֆիզիկական եւ հոգեվոր տանջանքների մեջ։ Հիսուսը հավատարիմ էր 5-րդ պատվիրանը կատարելուն, որ մեզ պատվիրում է պատվել մեր հորը եւ մեր մորը։ Բայց նույնիսկ այս պատվիրանը կատարելով իր ուսուցումների մեջ Հիսուսը միշտ ասում էր, ցույց էր տալիս, որ հավատացյալների հոգևոր ընտանիքը ավելի կարևոր է, քան երկրային ընտանիքները եւ արունակցական որևէ կապ։ Մոր հանդեպ իր հոգատարության շրջանակներում Հիսուսը ասաց, երբ Հիսուսը տեսավ իր մորը եւ նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին», ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։ Աստծո անսահման սերը հայտնվեց մեզ բոլորիս եւ Հիսուսը իր հոգատարությունը ցույց է տալիս այսօր ամեն մեկիս։ Եթե նայենք հանրաճանաչ նկարիչ Ռեմբրանդտի 3 խաչեր նկարին, միանգամից մեր ուշադրությունը կենտրոնին պիտի լինի։ Կենտրոնում Քրիստոսն է խաչի վրա։ Այնուհետև, երբ որ նայենք ստորին մասին, կտեսնենք հավաքված ամբողջին։ Մենք կտպավորվենք Աստծո որդուն խաչելու սարսափելի հանցագործությանը մասնակցած մարդկանց դեմքի տարբեր արտահայտություններով եւ գործողություններով։ Վերջապես, երբ մեր աչքերը սահեն նկարի եզրին, ապա կտեսնենք մեկ այլ կերպարի, որին շատ անգամ չեն տեսնում, որ գրեթե թաքնված է ստվերում։ Ասում են, որ սա հենց Ռեմբրանդտի պատկերն է, քանի որ նա գիտակցում էր, որ իր մեղքերով օգնել է Հիսուսին խաչին կամել։ Սիրելիներ, Հիսուսը խաչվեց, որովհետև ես եւ դու մեղավոր ենք։ Եվ ամեն մեկիս փոխարեն նա խաչն առավ, գնաց զոհվելու ու մահով մեր մեղքի պարտքը տալու։ Եկեք ինքներս մեզ հարց տանք.
Արդյոք գիտակցում ենք, որ Հիսուսի փոխարեն մեզնից յուրաքանչյուրը պիտի գանվեր խաչին։ Արդյոք ես եւ դու գիտակցում ենք, որ մերժելով խաչալի կատարած գործը մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր դատապարտեցին նրան խաչը հանելով, քան որոշեցին խոնարհվել իրական թագավորի առջև։ Իրական հավատացյալները պիտի լինեն խաչի մարդիկ, խաչի ուղերձով եւ խաչի նշանը իրապես հասկացող։ Քրիստոսը եկավ վճարելու մի պարտք, որ նա չուներ, որովհետեւ մենք ունեինք պարտք վճարելու, մի պարտք, որ չէինք կարող վճարել։ Խաչը դարձավ Աստծո ճանապարհը, տառապանքը սիրո հետ միավորելու համար։ Քրիստոսի խաչը աշխարհի փրկագնումն է։ Քրիստոսի խաչը մեղքի դատապարտումն է։ Քրիստոսի խաչը Աստծո անսահման սիրո հայտնությունն է մեզ բոլորի համար։ Քրիստոսի խաչը մեր ոգեշնչումն է։ Խաչը մեր փրկության ուղին է, որը մեզ հաշտեցնում է Աստծո հետ, որդեգրում եւ առաջնորդություն է ցույց տալիս։ Խաչը Աստծո մարդկային պատմության մեջ ներգրավելու կիզակետն է։ Մենք փրկված ենք ոչ թե հերթական պարզ գաղափարախոսությամբ, այլ նրա թափած արյան արժանիքով։ Մեզ փրկել է ոչ թե ինչ-որ մի բան անելը, այլ նրան հավատալը։ Քրիստոսի խաչը մեզ փրկում է մեղքից ու մահից։ Խաչը կենտրոնն է Աստծո կատարյալ ու ինքնազոհ սիրո արտահայտությունը։ Եվ այս ամենի մեջ ինքներս մեզ նայենք մեր հավատքի կյանքին։ Արդյոք ապաշխարության կյանք ենք ապրում։ Արդյոք հասկանում ենք ինչ գին վճարվեց մեղքի համար խաչի վրա։ Արդյոք ձգտում ենք սրբության ու կատարելության։ Շատերի մոտ շատ հեշտ է պատասխանելը։ Միանգամից ասում են այո, բայց ինչ կասենք այո, հասկանանք պահի լրջությունը։ Եկեք ոչ միայն բառերով ասենք այո, այլ մեր իսկ վկայությամբ խաչյալի պարգևի կրողները լինենք այսօր միշտ եւ հավիտյանս հավիտենից։